եթե մենք մասնակցում ենք այս ընտրություններին, ի վերջո մենք քաղաքացիական կառույց ենք, բայց մենք մասնակցելու ենք այս ընտրություններին մեր տեխնացուների միջոցով հենց այդ կարևոր նկատառումից ելնելով, այլապես գուցեև չմասնակցենք, շարունակենք մեր առաքելությունը քաղաքացիական իրականացնել, առավելես որ այդ իմաստով մենք դաշտում եզակիներից մեկն ենք։ Բայց եթե մենք մասնակցենք, անպայման կմասնակցենք կոալիցիայի, լայն կոալիցիայի, որովհետև նպատակը նաև մեր մասնակցությունը այդ կոալիցիան շահախելն է։ Թե ում հետ կլինի այդ կոալիցիան, ես կարծում եմ, որ մեկ ամսվա մեջ դուք դրա պատասխանը կստանաք։ Բայց մենք էլ պետք է մեր մեջ պատասխանը տանք այդ։ Չենք ասում ԿՊ-ն բնականաբար բացառվում է, որովհետև մասնակցության իմաստը ըստ էության ԿՊ-ի կողմից իրականացվող քաղաքական կուրսը շրջելն է, հասկանալի է, բայց պետք է հասկանալ, որ ԿՊ-ն էլ մենակ չի, նա եւս ունի տարբեր տեսակ արբանյակներ, դրանց հետ էլ է բացառվում եւ կան կառույցներ նաեւ, որոնք նույնիսկ ֆորմալ տեսանկյունից ընդդիմադիր դաշտում են գործում, բայց նրանց հետ էլ է բացառվում, որովհետեւ նրանք էլ այլ խնդիրներ ունեն մեր տեսանկյունից։ Հիմա որևէ մեկի անունները չտանք, եթե դուք թույլ կտաք, էլի, որովհետեւ այս ասուլիսի վերջը դրան չի նվիրված, երբ որ այդ հարցում որոշակիություն կլինի, մենք որպես հանրային եւ թափանցիկ գործող կառույց դրա մասին բնականաբար դուք առաջինը կիմանաք, երբ որ պատասխան ունենաք։